Հանուն Հոր և Որդու և Ոգուին Սրբո, ամեն։ Ես եմ քաջ հովիվը, այսպես ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Քաջ հովիվը նախ և առաջ իմաստուն հովիվ է, որ ճանաչում է ոչխարներին, նրա կարիքները, նրանց պետքերը և խնամք է տանում, հովում է, կարեկցանքով, սիրով ու գթառատությամբ է լցվում։ Եվ հետո, երբ որ կարիք է լինում, անհրաժեշտություն է լինում, նաև ինքն իրեն զոհաբերում է ոչխարների համար, իր կյանքը տալիս է և փրկում է։ Այդպես էլ մեր Տերը Հիսուս Քրիստոս մեր բոլոր կարիքները հոգաց, մեր հոգին կերակրեց Աստծո խոսքով, ինչպես մեր Տերն ավետարանում ասում է, մարդը միայն հացով չի կերակրվում, այլ Աստծո խոսքով։ Մեր հոգու ծարավը լցրեց Սուրբ Հոգով, ինչպես ավետարանում մեր Տերն ասում է, կենդանարար ջրի աղբյուր եմ ձեզ տալու, որ պետք է բխի ձեր մեջ, որը երբեք չի նվազելու, չի պակասելու, այլ մշտաբուխ կենդանարար ջրի աղբյուր է լինելու։ Եվ այդ մշտաբուխ կենդանարար ջրի աղբյուրը Սուրբ Հոգին է, որ ստանում ենք մկրտության ժամանակ, վերստին ծնվում ենք, բեկանելի դրոշմով կնքվում ենք, անխախտ, անանցանելի Աստծո Սուրբ Հոգին է իջնում մեզ վրա։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս մեզ համար զոհաբերվեց, նահատակվեց, քաջ հովիվ իր կյանքը տվեց բանական հոտի համար, Փեսան խաչի մահվան գնաց հարսի համար, մենք հարսն ենք, Քրիստոս Փեսան է, մենք բանական հոտն ենք, Քրիստոս հովիվն է, և այդպես ինքն իրեն զոհաբերեց մեզ համար։ Եվ հետագայում Քրիստոսի օրինակով շատ քաջ հովիվներ եղան եկեղեցու մեջ։ Այսօր մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի գյուտ նշխարած տոնն է։ Մեր հայոց ազգի ամենաքաջ, ամենաիմաստուն, ամենանվիրյալ առաջնորդը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է։ 326 թվականին մեր Սուրբ Հայրապետը, երբ 25 տարի արդեն հայրապետական աթոռին էր 301-ից մինչև 326 թվական, որոշեց ուղղակի առանձնանալ, աղոթել, ճգնությամբ ապրել։ Ի սկզբանե ճգնավոր էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը, որովհետև մի կարճ ժամանակ ապրեց կնոջ հետ Մարիամի, 2 որդի ունեցավ, որից հետո ինքը անցավ ճգնությունների, Մարիամն էլ գնաց վանք մտավ։ Ծնվեցին Արիստակեսն ու Վրդանեսը, իսկ մնացյալ ամբողջ կյանքը աղոթքով ու ճգնությամբ էր անցկացնում մեր Սուրբ Հայրապետը։ Բայց 25 տարի հովվեց բանական հոտը հայոց, մկրտեց, եկեղեցիներ հաստատեց, հավատքը զորացրեց և կյանքի վերջում ուզեց ուղղակի առանձնանալ, լեռներում ճգնել։ 326 թվականին գնաց Սեպուհ լեռը։ Սեպուհ լեռը Արևմտյան Հայաստանում է գտնվում։ Աստվածային ազդումով, Սուրբ Հոգու ազդեցությամբ ու առաջնորդությամբ գնաց Սեպուհ լեռան վրա գտնվող մի հարմարավետ քարանձավ գտավ և ուզում էր այնտեղ անցկացնել իր մնացած կյանքը, իբրև իր բնակության վայր, որպեսզի այդտեղ ճգնի, այդտեղ աղոթի։ Բայց հանկարծակի քարանձավից ձայն լսեց։ Ոչ հիմա, այլ 3 օր հետո։ Զարմացավ Սուրբ Հայրապետը, այս լքված քարանձավում ով կարող է լինել։ Եվ հետագայում մենք իմանում ենք, որ այդ քարանձավում գտնվում էր Սուրբ Մանե կույսը, Սուրբ Ռիբիցիմյանց խմբից, որ չմիացավ նրանց, չնահատակվեց, բայց գնաց Սեպուհ լեռան հենց այս քարանձավում ճգնեց երկար տարիներ։ 287 թվականին նահատակվեցին Սուրբ Ռիբսիմեն ու Գայանեն
իսկ Սուրբ Մանեն 287-ից մինչև 326 թիվը գրեթե 50 տարի ճգնեց այդ քարանձավում։ Եվ արդեն ծեր էր Սուրբ Մանեկույսը, եւ մոտ էր այս աշխարհից վերանալու, գնալու, եւ չուզեց, որ որևէ մեկ իրեն տեսնի։ Եվ այդպես 3 օր հետո Գրիգոր Լուսավորիչը գնաց, մտավ քարանձավ, տեսավ Սուրբ Մանեն ծնկած աղոթում է, բայց արդեն հոգին աղանդել էր։ Աստվածային ներազդությամբ Սուրբ Հոգու շնորհով հասկացավ, որ սա Սուրբ Հռիփսիմյանց Գայանյանց խմբի կույսերից մեկն է եւ հուղարկավորեց նույն քարայրում, ինքն էլ մնաց ճգնելու մանյա այրում։ Մանյա այր նշանակում է Մանեի քարանձավ։ Մանեի քարանձավում էլ ճգնեց, որքան ոչ ոք չգիտի, որովհետև ոչ ոք էլ նա գտնվելու վայրը չգիտեր։ Հետագայում այդ տարածքում հովիվներ էին իրենց հոտերը հովում, նույն քարանձավը տեսան եւ մտածեցին, որ հարմար փարախ է իր ոչխարների համար եւ մտան տեսան, որ Սուրբ Հայրապետը այնտեղ ծնկած աղոթում է։ Վերցեցին Սուրբ Հայրապետի մարմինը, հուղարկավորեցին նույն մանյա այրում, Մանեի քարանձավում, Սեպուհ լեռան վրա եւ այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարները գտնելու տոնն է։ Հետագայում Սուրբ ճգնավորները գտան տեսիլքով Սուրբ Գրիգոր Լուսավորչի մարմինը գտան, իրենց համար դա մի հայտնագործություն էր, գյուտ էր, եւ մինչև օրս Սուրբ Գրիգոր Լուսավորչի աչը Սուրբ Էջմիածնում է, որով օրհնվում է հայրապետական աթոռը, որով օրհնվում է Մյուրոնը։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարները ամբողջ աշխարհով մեկ են սփռված։ Բոլոր եկեղեցիները քրիստոնեական ընդունում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին, իբրև մեծագույն ճգնավոր, իբրև մեծ սուրբ եւ քաջ հովիվ։ Մենք էլ միանում ենք այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունն ենք խնդրում, որտեղ մենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների տոնին պատարակ ենք մատուցում եւ խնդրում ենք, որ Սուրբ Հայրապետը բարեխոսի մեզ համար, որ մեր ազգը մեր Սուրբ Հայրապետի ճանապարհով գնա, նրա լուսավոր հավատքի ուղիներով ընթանա եւ հասնի դեպի հավիտենականություն։ Մի վերջին աղոթք անենք, խնդրենք մեր Սուրբ Հայրապետի բարեխոսությունը։ Լուսավորիչ, հայր պայծանած, ընկալս բանս զայս մաղթանած եւ աղաչյա ըս հայր ըմփարած, ջնջել ըսգիր մեր հանցանած։